Ողջույն բարեկամներ, շնորհակալ եմ միանալու համար, չենք մոռանում, սեղմում ենք լայքի կոճակը, տարածում ենք, գրում ենք ինչ ենք մտածում, կներեք հլահաղորդումը չեմ սկսել, բայց արդեն հոգնածությունը իրան զգացնելն է տալիս, այսօր կարդացի ձեզանից մեկի գրածը, որ ասում էր գրել էի մասին, որ ծերացել եմ արդեն, գիտեմ, նայում եմ զգում եմ, այո, բայց ինչի մենակ ես, ցանկացած նորմալ մարդ, եթե ապրում է երկրի ճակատագրի հոգսով, չի կարող փոփոխություններ չունենալ, ցավոք հիմա մեր երկրի վիճակը ինչի, որ մենք ուրախությունից թռվենք, տրտկոտենք, երիտասարդանանք, պետք է հնարավորինս մեզ կարողանանք պահել, տիրապետել, որ հասնենք հաղթանակի, մենք սրանց գերեզմանի վրա դեռ պարելու ենք, չնայած ինչ եմ ասում, սրանք գերեզման չեն ունենալու Հայաստանում, լավ, ինչ որ է, անցնենք այսօրվա նորությունների վրայով, տեսնենք ինչ են բերել սրանք մեր գլխին, մի հատ հիշացնեմ ով ասա, Հայաստանի Հանրապետության ժողովրդին Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ասում ենք ուղիղ սիրելի ժողովուրդ չհուսահատվեք չվհատվեք դուխներդ տեղը գլուխներդ բարձր որովհետև այո Հայաստանում կա ապագա Հայաստանում ապագա կա Արցախում կա ապագա Արցախում ապագա կա հայ ժողովուրդը ունի ապագա եւ մենք միասին կերտելու ենք ազատ երջանիկ եւ հզոր այդ ապագա Սա 21 թվականի ապրիլի 14-ին ուղիղ 5 տարի առաջ ասեց ապագա կա ու արեց Սփյուռքում բայց ինքը չասեց ում ապագա ում համար կա ապագա ինքը միշտ չի ասում ում ապագա ում համար է նախատեսված այդ ապագան այն որ ասում մենք ինքը չի ասում այդ մենք ով է ասում եք մենք խափնվում ենք ամեն անգամ մտածելով որ դա մեզ է վերաբերում դա մեզ չի վերաբերում ինքը մեզ չի ներկայացնում այսքան տողերը լսելուց հետո եթե մեկը գնում է Փաշինյան Նիկոլին ձայն տալու ուրեմն եթե հնարավորություն լիներ անկեղծ եմ ասում ես կուզենայի այդ ցուցակները տեսնել ով ասրան ձայն տվել որպեսզի իրաց ճակատին թուրքական կիսալուսին դաջվեր վառելով երկաթով թող ես դաժան թվամ թող սա լինի ոչ այնքան մարդկային բայց ես ազնիվ խոսք եմ ասում թող սան ընտրողներն իմանան որ իմ ցանկությունների շրջանակների մեջ ավելացել է սրանց նկատմամբ պատժի եւս նոր ձև մի ձև որը սրանց բոլոր ընտրողների ճակատին կիսալուսինը խանձելու ձևով դաջենն է ցավոտ է այդքան ցավոտ չի ինչքան դուք եք մեզ ցավացնում հիմա հավատացեք արդարը այս պատմական արդարության մասին մենք անպայման վերջում խոսալու ենք ու որսովա Նիկոլներն իմանան որ իրանցից առաջներն են եղել Նիկոլներ ու հերթով ցույց են տալու ում վերջը ոնց ավարտվել ձեզ պետքա դիմանալ միջև վերջ մանավանդ որ այսօրվա նորությունները շատ տարբեր են շատ են տեսեք այսքան մոտարապես նամեք եմ փոքրիկ կետերները դրանք են պատուհանիկներն են որ այս հերթով բացելով դասավորած արդեն պետքա գնան եւ այսպես Ադրբեջանում արդեն նշվում է Ադրբեջանցիներն արդեն տոնում են Նիկոլ Փաշինյանի հաղթանակը։ Պաշտոնապես հայտարարվել է, որ հունիսի 18-ին Նախիջևանում կանցկացվի վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան խորագրով միջոցառում։ Նշենք, որ համագումարը կանցկացվի Օրթուբատ քաղաքում, որը գտնվում է Զանգեզուրի միջանցքի մյուս կողմում։ Եվ իհարկե, միջոցառումը կազմակերպում եւ նախաձեռնում է հենց պետությունը։ Երկու շաբաթից էլ պակաս ժամանակ անց Ադրբեջանը կպատրաստվի հատել սահմանը եւ ներխուժել Հայաստան։ Սա շատ լուրջ սպառնալիք է։ Նիկոլի նման գործիք ունեն ազդեցության, ինչու պետքա չուրախանան։ Հիմա սրա դեմը կարող է առնել մենակ մի պայմանով, մի հնարավոր ձև կա, գնալ ու դեմ քվարկել տեստականքին։ Նախ անպայման գնալ ընտրությունների։ Ու մերժել տեստականքին։
Գնացեք ուզում եք ընտրեք։ Ում ուզում եք ընտրեք բացի Փաշինյան Նիկոլից։ Հիշեք, որ իմ ցանկությունն է, որ ցանկացած Նիկոլ ընտրի ճակատին ես հնարավորություն ունենամ այդ կիսալուսինը դաջելու։ Հիշեք, ամեն մեկը որ կընտրի, թող իմանա, որ դա իմ ցանկությունն է։ Որ դուք ամբողջ կյանքներդ հայլու մեջ նայելուց ձեզով տեսնի իմանա դուք ով եք։ Ամեն անգամ հայլու մեջ նայելուց դուք հիշեք դուք ինչ եք արել։ Մենք սա լսենք։ Փաշան եմ։ Շատերը գիտեն, ես Թալեատ Փաշան եմ։ Շատերը գիտեն, թե ինչ որոշումներ եմ կայացրել իմ ժամանակ։ Այո, ես Բերլինի փողոցում սպանվեցի Վիժնորդի գնդակից։ Բայց գիտեք ինչ։ Իմ հոգին խաղաղության մեջ է դրախտում, որովհետև այն, ինչին ես ձգտել եմ կյանքում, շարունակվում է իմ մահից հետո, ձեր սեփական իշխանությունների կողմից։ Ես տեսնում եմ, թե ինչպես եք դուք զիջում մեկ դիրքից մյուսը, ինչպես եք հրաժարվում ձեր սեփական պահանջներից, ինչպես եք մոռանում այն, ինչը սուրբ էր միայն երեք։ Ես երազում էի թուլացնել ձեր ժողովրդին։ Սուրբ էր միայն երեք։ Ճիշտ ասում, սուրբ էր միայն երեք էնել կենացների մակարդակի վրա։ Գիտեք, ես վաղուց հայկական սեղաններ չեմ նստում։ Չեմ նստում։ Ես էլ տանել չեմ կարողանում այդ կենացնել։ Այն ինչ որ խմում է, այն ինչ որ խոսում է, դա ակտուալ է։ Մենակ այդ պահին, այն էլ ուղղակի ասելիք չկա, ֆանտազիաները չի հերիքում ինչ որ նույն բան ասելու, նոր արժեքավոր, էլի նույն կենացները, որը սուրբա միջև այդ պահը, միջև այդ բաժակի խմելը, իսկ 3 ճիշտ ասում դա։ Պես եք մոռանում այն, ինչը սուրբ էր միայն երեք։ Ես երազում էի թուլացնել ձեր ժողովրդին, բայց դուք ինձ երջանիկ եք դարձնում։ Դուք զիջում եք այն հողերը, որոնցից ես երազում էի հանել ձեզ։ Դուք ջնջում եք ձեր սեփական պատմությունը։ Մեկ գնդակը չի փոխում իրադարձությունների ընթացքը։ Եվ ձեր այսօրվա կառավարիչները իմ գործի լավագույն շարունակողներն են, նույնիսկ առանց դա գիտակցելու։ Իմ հոգին իսկապես խաղաղության մեջ է։ Այո, մի գնդակը ոչ մի բան չի փոխվում։ Չի փոխում։ Այսօր գիտեմ ժողովուրդս երազում է այդ մի գնդակի մասին, բայց մի գնդակը բան չի փոխում, եթե հավաքական ժողովրդի ցանկությունները ուրիշ ոլորտում է։ Մի գնդակը ընդհանրապես կարող է հետաձգի process-ը։ Ինչպես ասենք 16 թվականի ապստամբությունը հետաձգեց process-ը։ Բայց եթե ժողովրդի մեջ հավաքական իմաստով ապստամբություն չկա, նպատակ չկա, ընդհանրապես սրանք հետաձգում են։ Այն ինչ որ անխուսափելի է, փաստորեն։ Եվ մենք մի հատ հարց տանք էլի մեզ։ Գիտեք, այս ամեն ինչը սուրբ է ու կարևոր է միջև երեք մեզ համար։ Որտեղ է այն սահմանը, որ մենք պետք է քաշենք ու ասենք չէ։ Մենք անասուն չենք, մենք ազգենք։ Թալյատ։ Ու դու սխալվեցիր։ Դու սխալվեցիր։ Հայաստանի դպրոցում կարգելվի ռազմահայրենասիրական դասիրակության ուղղված ցանկացած դաս, սա է թուրքական իշխանությունը։ Գիտեք ինչ է նշանակում, ասիկա երկիր հանձնելը, դա մենակ սահման փոխելն է։ Չէ, այդ ամբողջը սա մի համալիր աշխատանք է, որը իրականացնում է այս թուրքական իշխանությունը։ Այսինքն ցանկացած մարդ, որ այս իշխանությանը աջակցում է այս process-ների ժամանակ, նա պետք է իրոք քննելուց առաջ մտածի, ինչ կլինի հանկարծ իմ հետ, եթե մի օր ես կամ իմ նմանները իմանանք, որ ինքը աջակցում է սրան, որովհետև չի բացառում է, որ դա անենք։ Այդ խարանը ձեր ճակատին պիտի լինի, որպես այս ծրագրին աջակից թուրքի ծնունդ։ Ինչպես այս դարշանքին է իր ամուսնու հետ միասին։ Դու գիտեք, սրանք պատահական են հայտնվել։ Սրանք պատահական են երկուսը հայտնվել ամենակարևոր պոստերի վրա։ Չէ, սրանք աճեցրել են վաղուց, սա մասին էլ ենք մենք խոսելու։ Վաղուց մեթոդաբար աճեցրել են եւ այս համակարգը դրվեց, այսենց անայն սահուն ռելսերի վրա, որ ասես չի նկարսեցնել։
Որ կողմ նայում ես սրանց համակարգն է, որ կողմ նայում ես իրենք արդեն ընդեղ իրենց մարդիկ ունեն։ Մի օրվա մեջ դա չէր կարող հնար, դա հնարավոր չէր կազմակերպել։ Նայեք, այսպիսի մի ռեպորտաժ has been անգլերեն դուրս implementing եկավ։ a housing program along the Azerbaijan border, spending over $94 million in loans and about $18.9 million from the state budget. Եղոսկով լավես ցանե չասնեմ, դուրիկով։ One might think it's a great idea to build new houses. Խոսքով բարձում է սահմանամերձ շրջաններում այսպիսի հայերստեր են ապրում, իսկ ադրբեջանցիների համար շքեղ տներ է սարքվում։ Նայեք հայերը ոնց են ապրում։ Էստականքին լսեք։ Communities are planning for Armenians. These new luxury cottage communities are planned to become the future homes of 600 600,000 ստեղ այդ նյութը թիվն է ասում 600,000 ադրբեջանցիների համար պատրաստում են Հայաստանը բայց ես ինչով եմ մեղավոր որի մոտ է ցանկությունը կա ու շատ ռեալ է ցանկությունը որ ես ուզում եմ բոլոր նրանց ճակատին դաճել այդ կիսալուսինը ով ուզում է սա իրականացնի իմ ժողովրդի հետ որտեղ գիտեք ինչ է սա իրանք են դաճելու դա եթե մենք չանենք իրանք են դաճելու Այն ինչ որ ադել են ցեղասպանության ժամանակ, այն ինչ որ ադել են Արցախում, այն ինչ որ ադել են Հայաստանի տարածքում գերի ընկած մեր զինվորների կանանց երեխաների հետ։ Նույնն անելու են։ Բայց դրանց ճակատին ոչ չխարանեմ այդ կիսալուսինը։ Հա, ես մարդասերս։ Այդ ամեն ինչի մասին երբ որ ես մոռանում եմ երբ որ Երկիրը սավատան գիտակ, երբ որ ընտանիք սավատան գիտակ։ Ու թքած ունեմ ամենամեծ պայմանականությունների վրա։ Ամենամեծ։ Ես պաշտպանվել գիտեմ, որովհետև նախնիներիցս հետ եմ ժառանգել։ Ես Հայկի որդին եմ, ես Հայկի զավակն եմ, ես Հայկի հետնորդն եմ։ Եվ այսպես 94 միլիոն վարկ են վերցրել, 18.5 միլիոն է բյուջեից, ասկան հայ մարդու հաշվին մարկ են վերցրել, հայ մարդու բյուջեն էլ հարկերից ծախսում է, որ ադրբեջանցիներին տեղավորեն այս լյուքս տաների մեջ։ Հիմա սա ամերիկացի ինչ-որ ժուրնալիստ է հայտնաբերել ու նկարել։ Ես առաջարկում եմ։ Ավելի ճիշտ, լսենք, ես ամասին արդեն քանի որ խոսացել եմ ես։ Այդ չկրկնվեմ, էլի, մի անգամից էդի լսենք։ Թուրք Նիկոլն ու տերերը փաստորեն այնքան են վստահ իրենց հաղթանակի վրա, որ արդեն վաղուց սկսել են տներ սարքել ադրբեջանցիների համար։ Այս մասին է վկայում անգլերեն տեքստով մի վիդեո, որ ես հիմա նայեցի։ Հիմա ես խնդրում եմ լրագրողներին ուղղակի գնալ տեղում նկարել եւ ճշտել, որքանով են սրանք իրական։ Ես առաջ չեմ ուզում ընկնեմ, բայց ես չեմ էլ կասկածում, որ նման բան հնարավոր է։ Այժմ դու ես որոշող քո ճակատագիրը։ Եթե դու ուզում ես Սաֆարովներ բերես քո տուն, դու խնդիր չունես։ Խնդիր ունենք մենք հայերով։ Բայց լավ մտածի։ Սաֆարովը չի գալի քո հետ ապրելու, գալու է քո տեղն ապրելու, քո ունեցածը զավթելու, քո ունեցածը խլելու, քո երեխեքի բռնաբարելու, քո կանանց օգտագործելու համար։ Էս է իրանց կոչուն եղել դադելով եւ ոչինչ չի փոխել։ Իրանք էլ հայտարարում են դրանց մասին, նես որ չի որ իրենք դարձել են ցիվիլ ժողովուրդ, հա ֆրակներով, ռևերանսներով գալու են քո հետ ապրեն։ Ոչ, դա չի լինելու։ Ես լրագրողներին խնդրում եմ գնալ այս տեսանյութի հետքերով եւ բարձել որտեղ է դա եւ արդյոք սա իրականություն է։ Ոնց եմ ասում, ես կասկած չունեմ, որ սա կարա իրականություն լինի։ Ես այս տականքներից ամեն ինչ եմ սպասում։ Բայց միչև մենք խոսենք լուրջ այս մասին, լրագրողներ ջան, խնդրում եմ բացահայտել ոչ շինարարական ընկերությունն է, որտեղ է սա, բոլոր մանրամասները։ Հետո մենք սա մասին խոսենք ավելի մանրամասն։ Հա, սենց ավելի հեշտ է, որովհետև ես ցերեկ արդեն դրա մասին խոսել էի, սա իմ Instagram-յան էջից էր, ովքեր ուզում են Instagram-յան էջին հետևեն, արդեն ակոպիա ուղղակի ինձ դժվար չի գտնել, եւ Instagram-ում, եւ TikTok-ում այս ամեն ինչը կա։
Ես փոքր հրատապ բաների մասին տեղ խոսում եմ, որովհետև շատ ժամանակ մոռանում եմ կարևոր բաների մասին, ես մեծ հաղորդման ժամանակ խոսեմ։ Եվ այսպես ես կսպասեմ լրացուցիչ ինֆորմացիաների, որ ավելի մանրամասն դրա մասին մենք խոսենք։ Հիմա ես սա ուզում լսենք։ Որովհետև փաստա մենք չենք կարող ասենք Հայաստանի Հանրապետությունում հիմա է, որ 90%-ը հայություն է։ Նախկինում երբեք 90%-ը հայություն չի եղել։ Էսա պատրաստում սա նույն բանն է, ինչ ուզում է Ալիևը։ Սրանց խոսույթները լրիվ նույնն է, սրանք իրար հետ են ամեն ինչ sense իրար հարմարացնում, այսինքն հարմարացնում ո՞րն է, սա ով է որ ինչ-որ մի բան հարմարացնի։ Ալիևը տեքստ ուղարկում է, ասում է կարդա։ Կարդա ու վերջ։ Կարդա, որտեղ քո գործը կարդալն է, քո գործը ինձ քո մտածելը չի։ Ասում են ապրիլի 29-ից Աղվերանում այդ տեղի ունեցած հանդիպման ժամանակ այս ամեն ինչի մասին խոսացել են, քննարկվել է, ես ես հիշացնեմ ովքեր են այդ հանդիպմանը նստած, հա։ Մենք առանձին ցուցակ ունենք, հիշում եք այդ 22 հոգանոց ցուցակը։ Դա կա, դա մնալու է մեր արխիվում, ադրբեջանցիների այդ հանդիպումների այդ մի խոսքով Հայաստանը հանձնելու այդ թափոնը դեռ գիտեք հայտի դեմքերից էլ կար։ Պետք է իրանք իմանան, որ իրանք ապագա Նյուրնբերգում դատվելու են Փաշինյան Նիկոլի հետ միասին։ Դատվելու են, մենք այս շաբաթվա մեջ անպայման այդ մեղադրանքը, մեղադրական ճառը ներկայացնելու ենք փաստերով, 3 լեզուներով իմջելս։ Ես առաջինը կանեմ հայերեն անպայման, հետո այդ հաղորդումը կթարգմանեմ անգլերեն եւ ռուսերեն տարբերակներով, որ թող պաշտոնական լինի, որովհետև կան կենտրոններ կան, մարդիկ կան, որ այդ ամեն ինչ ուզում են իմանան, ինչու՞ է մեղադրվում Փաշինյան Նիկոլը։ Մենք դա տենց կիսատ չենք թողի։ Եվս մեկ պահանջ Ադրբեջանի կողմից օթում, ինչպես Փաշինյան Նիկոլն էր սիրում ասել, օթում կախված լուրերի համաձայն Ադրբեջանը իր ներկայացությունն է ուզում բացի Հայաստանում եւ ոչ ավել ոչ պակաս հենց Արցախի ներկայացության շենքում։ Այո, Արցախի հետքը ամբողջովին պետք է ջնջվի ու դա դառնա ադրբեջանական։ Ոչ եք մտածում, որ դա սա ֆանտաստիկայի ժանրից է։ Եթե Նիկոլը մնաց իշխանության, ոչ միայն սա է իրականանալու։ Սա մեզ կհասցնի դժոխքի դուռը։ Այսինքն բոլոր նրանց, ովքեր ուղեղ ունեն մտածելու եւ սիրտ ունեն, էլի որը կարող է ցավը։ Այն անուղեղ անսիրտները դե իրենց համար մեկ է։ Իրանց հետ ինչ կլինի, իրանց երեխեքի հետ ինչ կլինի։ Ադամ Սարգսյանն էլի, որ ասում է, ինչ կապ ունի մեր հետ ինչ կանեն։ Կարևորը փող աշխատենք։ Այդ էս անասունները կան, չէ։ Կնե թողներեն ինձ անասուններ, էլի, սա ես վիրավորելու համար չի, ուղղակի ուրիշ բառ չգիտեմ, որ ես ասեմ։ Կան, բայց մենք հայոյանքներ են, ես չեմ ուզում։ Եթե ես լսնեմ դրանով, հակառակ դեպքում բերանից չի փակվի։ Ու այս ամեն ինչի համար Պարոն Ալիևին գնահատանք ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը պարոն Ալիևին գնահատանք եմ հայտնում Ադրբեջանի Հանրապետության նախագահին, շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտաքին գործերի նախարարին։ Շնորհակալ են իրենց ամբողջ կազմով, շնորհակալ եմ թուրքերին, ադրբեջանցիներին, իրաց թվում է դա իրաց փրկելու է։ Ես հրա մասին վերջում առանձին բան ունեմ, նյութ ունեմ պատրաստած։ Վստահ եղեք, փրկություն չկա։ Այսինքն Փաշինյան Նիկոլը ընտրությունները հաղթի զորով, կեղծելով, թե չհաղթի, սրանց բոլորին սպասում է նույն ճակատագիրը։ Ուղղակի իրականացնողներն են տարբեր լինելու։ Բայց ճակատագիրը լինելու է նույնը։ Ու ես դա ընթացքում կապացուցեմ։ Չմոռանաք, ես ոչ մի բան գիտեք, չէ, պատահական չեմ ասում։ Եվ ամենակարևոր բանը ես թողում եմ վերջում։ Տաթևիկն է գրում։ Ադրբեջանի զավթողական խոսույթը սերտել են, որ հնանցնեն հայ հանրությանը։ Ալիևին ենք կարդում, ներկայիս Հայաստանը մեր հողն է։ Երբ է հայ ժողովուրդը տեղափոխվել մեր հողեր։ Սա բոլորս հիանալի գիտենք, նրանք երբեք պետություն չեն ունեցել այդ տարածքում, Հարավային Կովկասում։ Նիկոլ Փաշինյան, այստեղ եղել են պետություններ, բայց ոչ հայկական պետություններ։ Փաստ է Հայաստանի Հանրապետությունը հիմա է որ 90% հայ է, նախկինում երբեք 90% հայություն չի եղել։ Նիկոլ Փաշինյան այսօրվա իր ճառից։
ավելի ճիշտ արդեն երեկվա։ Հասկանում եք սա ճարերը տեքստերը որտեղ են գրում։ Ովքեր այս տեքստերին կողմնակից են, թող իրենք քննելուց առաջ իմանան, որ իմ ցանկությունն է ձեր բոլորի ճակատին, ամենաերևացող տեղը, որ դուք ոչ մի բանով չեք կարող տակել։ Կիսալուսինը խարանելն է։ Լուրջ, դա իմ երազանքն է։ Երբ հիշում եք, այս տականքը ընդամենը 3 գոռում էր բոլորի վրայից, դու ինչի՞ չես զոհվեիս, դու ինչի՞ չես զոհվեիս, դու ինչի չեք մեռել բոլորդ։ Մարդիկ քաղաքացիական էին 10 ամիս իրանք շրջափակման մեջ իշնորհիվ այս տականքների այս երկու չունենալով դիմադրողականության ոչ մի ռեսուրս 100,000-ով 7 միլիոնանոց երկրի դեմ են սոված ծառա առանց զենք, բայց այդ ժամանակ էր որ Փաշինյան Նիկոլը 1.5 միլիարդ դոլարի զենք նվիրեց Ադրբեջանին, այդ մարդկանց ասում են խիք չմնացիք մեռնեիք, ինչի դուք մինչև մեռած չեք, ստեղ հարց առաջանում, բա այս սոտքի ջերմուկի դիրքերը ինչի զիջեցիք, ինչի չկռվեցիք ու չմեռաք այդտեղ։ Իտոսեցիք լավ, շրջափակման մեջ են, սոված կլինեն, կգնան։ Բա ինչի չսովածացան։ Ինչու։ Ասեմ ինչու։ Որտեղ դուք եք սնունդը մատակարարում։ Բա դուք ինչի չեք մեռել։ Բա դուք ինչի չեք մեռել, ու մենակ էս անասունը չի դեռ պաշտպանության նախարարներն են, բայց միջև պաշտպանության նախարարի լսենք, իրան սփյուռքից են պատասխանում, էլի մի հատ լսենք։ Խի չեք մերել։ Անգելս եմ գայել Երանի մերածը լայինք, որ չտեսնեինք, ոչ ის արյունը չչորցած, արդեն Ադրբեջանի հետ բենզինը կառնում, ինչ կորձեր է կառնում, որ չտեսնեինք երապլուրեն սկավոր որդի գործընթացած մայրերուն հայ ոստիկան չագերտյալ ցերքեն ոտքեն քաշելով երապլուրեն հերացնե, որ չտեսնեինք հերոսները, Աշոտ Երկաթը, սրբազանները հանդարտված, չտեսնեինք Տիգրանաշենը քարտեզի վրա մենակ հանձնված է, բայց այդ Տավուշի մյուս գյուղերը հանձնված, չտեսնեինք հոնդեղը ներքին հանդի քերեզմանոցը հանձնված, Կորիսկապան ջամփան հանձնված, չտեսնեինք սոսի բուրակներու կեսը հանձնված, լավ գլար, չտեսնեինք ասոր, իսկապես Երանի գլար, Երանի որ մերածը լայն, որ չտեսնեինք ցեր նման լագոտներ, ինձ ինքնին հայ գոչեն, եւ ասեն խի չեք մերել մույսներուն, մարդիկ որ պայքարած են, խի չեք մերել, սա է ցեր սրտիկներ անող ղեկավարը, ցեր Հայաստանի Հանրապետության վարչապետը, ես ցեր պետք է հայ չէ, դուք ալ հայ չեք, հիշեցեք, ֆորումա, ամեն ինչ ֆորումա, ցեր հերթը պիտի կա, հիշեցեք, հետո դուք Երանի բիտակ, որ դուք մերածը լայք, Ես ասում դուք պետք է Երանի տակ խնդրեք, որ ձեզ դատարան հասցնեն, դա, ես միշտ մտածել եմ, այնքան մարդ չտեսավ այս ամեն ինչը, տեսնես ինչ կլիներ իրանց հետ, եթե սա տեսնեին, սա էլ պաշտպանության նախարարն է, լսեք այս անասունին, ասում է, արա, Գերդաստանում 6 տղա ես ունեցել, ինչի չեն զոհվել կամ վիրավորվել, սա գիտեք ով է, սա պաշտպանության նախարարությունն է, ասում է, արա, այդ կալուգացի Սամո, Գերդաստանում 6 տղա ունես, ինչի չեն վիրավորվել կամ նահատակվել, ես ուստեղ իրանք են ֆոտոսեսիաներից, անասունները ասենք, որ 44 օրյա պատերազմից ամիս ու կես հետո գնացել են նկարվելու, սանք այդ, հիմա այս ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, էլի սրանց ուղղակի, արա, այ անասուն, սպասեք նկարը բացեն, որ երևա էլի, որ ինքի հասկանա իրար, արա, այ անասուն, դու պաշտպանության նախարար ես, ոչ ու բարով, այդ վախկոտ դողացող աշկերով, քո աշկերի մեջ նայողը ցանկացած գիտի, որ ինքը կացի աշկերի մեջ է նայում, սերով չէ, տեսակով, վախվխացող, դողացող, ոզի տղու աշկերի մեջ է նայում, կներեք չեմ դիմացում, դիման, դու պաշտպանության նախարար ես, դու ոնց թե պետք է ասես, արա նախ 6 տղա ինչի չեն զոհվել կամ վիրավորվել, դու պետք է ասես ինչ լավ է, իմ բանակի զինվորները ոչ վիրավորվել են, ոչ զոհվել են, այ անասունի ծնունդներ, ձեզ պետք է մարդը գա, ասի կներեք, որ ես չեմ վիրավորվել կամ զոհվել,
Այսինքն դուք ամեն ինչ արել եք, որ մարդիկ մահանան ու զոհվեն։ Հիմա իրանք մեղավոր են, որ փրկվել է։ Հիմա իրանք մեղավոր են, որ դուք չկարողացաք բոլորին սպանել։ Արա ախր վաղը վերջանալու է այս ամեն ինչը, չէ։ Ձեր հետևից գալու ենք։ Ոնց ենք գալու սուրո։ Ոնց։ Ես արդեն պատկերացնում եմ, որ դու նույնիսկ արխանիկների կողքով քայլելուց ես զբաղված անընդհատ աշկերտ ֆրֆռում ես, դու անասուն ես նապաստակի հոգիով, հասկանում ես, տեսակով անասուն, հոգով նապաստակ։ Վարչապետի դες կրկնում մոռանալով, որ դու պաշտպանության նախարար ես, այ անառակի զավակ։ Փոխանակ ասես, ինչ լավ է զինվորը, ոչ զոհվելա, ոչ վիրավորվելա։ Մեղադրումա, որ ոչ զինվորը, ոչ վիրավորվել են, ոչ զոհվել են։ Հասկանում եք ժողովուրդ, սրանց նպատակը որն է եղել։ Հասկանում եք սրանք ում են մեղադրում, ոչ թե իրենք են մեղավոր, որ այդքան մարդ տալել են, սպանել են։ Այ փրկվածներն են մեղավոր, որ չեն զոհվել։ Բա գիտեք, ես զեկուցին չի հրապարակվում։ Հենց դրա համար նաև ոչ պարզվի, ովքեր էին այս կիսատ օպերացիայի հեղինակները, որ չկարողացան բոլորին սպանել։ Բայց ամեն ինչ բացահայտվելու է։ Գնացեք այսօրվանից արամոն վառի, չգիտեմ ինչ ասեմ, տեղ գտեք ձեզ փախնելու, կամ գրպանները ձեզ կես լիտր լավ ժավելի սպիրտ պահեք նավսակի, որ պետք եղած ժամանակ միանգամից կուլ տաք, ցիանիդ բան, չգիտեմ ինչ կա ձեռների տակ, պահեք, գրպաններում պահեք, որովհետև այս տղու ասասը լինելու է, պիտի երանի տայք արասիկ, մեռածը լինենք երևի ավելի հեշտ կպրծնեինք էլի։ Ձեր տեսակի մասին Արմենն էր ասում, դեռ 21 թվականից։ Կազած էս պետությունում հանգիստ ապրում է մենակ Նիկոլը ու նիկոլականները, իրանք սովոր են անպատիվ լինելու։ Լսեցիք, Նիկոլի զավակները, լսեցիք, դուք սովոր եք արա, ձեր կյանքի բովանդակությունն է տեղել, ու սա նոր չի է, ձեր ամբողջ ապրած կյանքն է տենց, դուք որ մի հատ հետ նայեք ձեզ, ու մեկ էլ մի պահ պատկերացնեք ինչ է լինելու, այն պահին, երբ որ այս ամեն ինչը ձեռնեցը թռավ, դուք պետք է նորից նույն ձև անպատիվ ապրեք, բայց այս ժամանակը այդպես չեք կարող արդեն անպատիվ ապրել, դուք այն ժամանակ եք անպատիվ ապրում, որովհետև բոլորին մեկ էր, դուք կաք թե չկաք, չէ, այսօր արդեն այդպես չի, այսօր ձեր հետևից գալու են այդ մարդիկ, որոնց դուք զրկել եք և պատվից, և կյանքից։ Որտև իրանք անարժան, անպատիվ ու տղամարդ չեն։ Իրանք հայե չեն, էլ դրա մասին չեմ ասում։ Ու այդ անպատիվությունը, անարժանապատվությունը, չտղամարդ լնելը, ինքը լիքը մարդու մեջ կարացավ մտցնել։ Կամա սպանեցին ամեն, բայց այս բան չի փոխվում։ Երեք սրա մասին Փաշինյան Նիկոլին հիշացեց Արտուր Օսիպյան։ Հիմա մտածում են, ոնց կալանավորենք, Նիկոլն ասել է պետք է կալանավորեք, Նիկոլը որոշել է, որ ինքը պետք է կալանավորի։ Հիմա մոտ ասում են մեղադրանք վարչապետի հետ բարձր տոնով խոսելու համար, դատարանը քննում է, երկու ամսով կալանավորելու միջնորդություն, դուք հասկանում եք բարձր տոնով խոսելու համար, դուք հասկանում եք մենք ուր ենք մտնում։ Պարոն Հարություն Բաղդասարյան, խնդրում եմ, այս փաստը 29 րոպեից վիդեոյի, ես գրեմ, որ հիշացնեմ եմ։ Այս փաստը անպայման պետք է այս մեղադրանքի մեջ լինի, որ սա իշխանության ուզուրպացում է, ես այս մասին ավելի մանրամասն կգամ 29 րոպե։ Ուզում դուք հասկանաք հիմա իր հետ ինչա կատարվում։ Երբ որ մարդ արդեն հասել է այնտեղ, որ ինքն ասում է կալանավորեք, իմ հետ բարձր է խոսացել, ինքը արդեն չի մտածում է դա օրենքով թույլատրելի է, թե թույլատրելի չի։ Ինքը սենց է մտածում, ինձ դա պետք է, ու սա միակ դեպքը չի, ասեն մինչելոց, որ իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում են,
անհապաղ Արտուր Օսիպյանին ազատել։ Սա միակ դեպքը չի, այսօր որոշել է, որ ինքը պետք է կալանավորի նաև սա էս ասել Անդրանիկ Թևանյանին։ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ կհարուցվի, ինքը արդեն պատվերը տալիս է, վաղը հայրենիքի դավաճանի հոդվածով։ Այսինքն ինքն է արդեն որոշում, ում դեմ ինչ պետք է քրեական գործ հարուցվի, ինչպես ինքը որոշվեց, ինչը որոշեց, չէ, ազատի վառած, չէ, սպանած հետո վառած զինվորները ինչից են մեռել ու ոնց պետք է լինի ձևակերպումը։ Սա արդեն որոշում է։ Սպանում են, հետո ինքն ասում է, ասես գրեք թողեթա։ Գրեք թողեթա։ Վաղ Թևանյանին դավաճանության, երկրի դավաճանության հոդվածով, երկրի դավաճանը ինքն է, դավաճանության հոդվածով պետք է Անդրանիկ Թևանյանին ձերբակալեն։ Ես փաստորեն հիմա դառնում եմ Անդրանիկ Թևանյանի պաշտպանը։ Ինչպես նաև Արտուր Օսիպյանի պաշտպանը։ Ինչի՞։ Ես ասեմ, ստե ինչ է կատարվում արդեն ժողովուրդ։ Այն հոտին, այն որ ճակատին պետք է ասես խարանել, էլի, այդ հոտին եմ ուզում բացատրել նաև։ Որ ձեր Աստված արդեն շողուլից ընկել է։ Ինքը շատ վտանգավոր Աստված։ Շատ։ Մարդ արդեն ինքն է որոշում, ով պետք է պատժվի եւ նաեւ ինչ հոդվածով։ Դրա համար կա հոդված, չկա հոդված, գրի, հորինի, թող սենց է որոշե։ Սա գիտեք ինչն է, ինչի արդյունքն է։ Սա 8 տարի անպատժելի երկիրը սպանելու, բոլոր օրենքներն ու սահմանադրությունները խախտելու հետևանքն է։ Երբ որ մարդը արդեն սենց է, ինքը արդեն մոռանում է ինչա կարելի, ինչ չի կարելի, դա արդեն ամեն ինչ կարելի է, սա արդեն Աստված է երկրի վրա։ Ասում եմ, տենց էլ մտածում նաև Կալիգուլան իր մասին, Ներոնները տենց մտածում իր մասին։ Հիշում եք ինչ եղավ դրանց հետ։ Այսօր Նիկոլն է տենց մտածում իր մասին։ Սրանք միջև իրանց սատկելը առաջինը սպանելու են սաղ իրանց շրջապատին, ամենամեծ վնասները տալու են իրենց շրջապատին, որտեղ պատմական դիալեկտիկան է տենց։ Սրանք ոչ թե ունենում են վախճան, սրանք ունենում են շատ վատ վախճան։ Ամենավատը գիտեք որն է սրանց համար վախճանի տեսակների մեջ, որ սրանք հանգարց մի պահ պատկերացնեն, որ իրանք Աստված են, իրաց ուզածները սենց նում է, մեկ էլ մի պահ է գալու, որ դա չեն ունենալու։ Միայն այս միտքը իրանց սպանում է։ Եվ դուք պատկերացեք ինչի են պատրաստ սրանք, որ հանկարծ դա չլինի, որ իրանք միշտ մնան սենց, որը ինքան օրենքն է, համ մարդկանց ճակատագիրները որոշողն է, համ երկիր հանձնողն ու ծախողն է, համ պատմություն որոշողն է, համ մշակույթ որոշողն է, ամեն ինչն է, տեսակ քանդողն է, ասկն ինքը ամեն ինչն է, ներ է երկրի վրա, էլի։ Հիմա այս ներին ընտրողները, ես ձեզ ինչ ասեմ, ես ձեզ բան չեմ ասում, ճակատների ձեր բոլորի կիսալուսինը պետք է խաչվի։ Այսօս ես մի միջադեպ ա եղել, ուզում անպայման նայեք։ Ընդդիմադիր Հայաստան դաշինքը շարունակում է նախընտրական քարոզարշավը։ Ելույթ ունեցավ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին նորից որակեց սադրիչ, նրան մեղադրեց 44-օրյա պատերազմը սադրելու եւ պարտության համար։ Ձախողեց բանակցային Ռոբերտ Քոչարյանին նրան մեղադրեց մարտի 1-ի համար։ Սա լսեք։ Պապարո Քոչարյանին բան արեցին, կրակեցին։ Բայդուն չեքիշում, հիշացնեմ, իսկ դու Գորքլոյանին Գիտեք, որ իր երեխեն անտեղ մեծացած էր պատճառով։ Մի մարդ քասախից չկարողոց է։ Լավա։ Ես ստեղու Մարկովի։ Ասում է լավա կարակ դուս կար, բախի գնդակը հարեց մեզ։ Իմ ընկերներից։ Մարդը կել ասում է, դու ասում ես փողոց դուրս ալ է, կարա։ Քոչարյան Ռոբերտ։ Բա մեկ դուրս ենք եկել, մեզն չի գնդակը հարեցիր։ Էլի մի կողմում դու է, մի կողմում Նիկոլը, զգում եք ինչ պասերով խաղում են սրանք։ Ասում է դու մեզ ասում ես փողոց դուրս եկեք, բա մեկ դուրս ենք եկել 2008-ին, մեզն չի գնդակը հարեցիք։ Մեր վրա չի կրակեցիք, ինչի՞ այդքան մարդ ինվալիդ սարքեցիք։ Հենց դուք պատկերացնում եք մի պահ
Քոչարյան Ռոբերտը չի մասնակցում այս ընտրություններին։ Նիկոլը ում մասին է խոսում։ Ասկի Քոչարյան Ռոբերտ որ ասում են, Քոչարյան Ռոբերտն է, իր ցախ պագդիշկա, զապաս պագդիշկա, Ծառուկյան Գագոնա, հա? Նորաթուր Սամվել Կարապետյանն է։ Հələ մի հատ պատկերացեք, դրանք չկան, ընտրությունների չեն մասնակցում։ Նիկոլ Փաշինյանը ամբողջ մի ամիս ում մասին էր խոսալու։ Ում ինչ էր ասում, ում էր ինչ ասելու։ Մնում էր այդ 15 կուսակցություն, սրանց հանում ես այս իրեքին, 15 կուսակցությունից, այդ ում էր գնալու ինչ ասեր։ Ինչ կարող է լինի ավելի մեծ աջակցություն Փաշինյան Նիկոլին, քան Ռոբերտ Քոչարյանի մասնակցել այս ամեն ինչի։ Ու հլա անամոթաբար ասում է պետք է դուրս գաք փողոց։ Այ լկտի, այ անիկնասեր գյադա, քեզ մարդը հարցրեց։ Բա մենք դուս էիք եկել, արա, մեր վրա խի կրակեցիր։ Դու 5 տարի սրա տակ պարկած իրա ձեռով քանդեցիր մեր երկիրը սաղ։ 5 տարի դու պարլամենտում էիր։ Դու ոչ իմպիչմենտ կազմակերպեցիր, նույնիսկ չկազմակերպեցիր։ Ոչ մանդատները դրեցիք դուրս եկաք։ Նույնիսկ Արցախը դատարկելուց հետո։ Ես չգիտեմ ոնց բացատրեմ, որ եթե մեկը Քոչարյան Ռոբերտի հետ հույս է կապում, հավատալով որ սա գալու է ինչ-որ մի բան անի, ինչ տարբերություն դուք Նիկոլի հետ եք հույս կապում, թե Քոչարյան Ռոբերտի հետ։ Թե ասեն Քոչարյան Ռոբերտը ավելի նախընտրելի է, քան Նիկոլը։ Սրանց մեջ նախընտրելի կամ չնախընտրելի չկա, սրանք նույն ծրագիրն են իրականացնում։ Նույն ու պասերով։ Նոր ասեցի, չէ 2008 թվին, էլի սրանք երկու կողմում էին կանած, Նիկոլը ինքը։ Մի քիչ տարօրինակ, չի, էլ էս քան տարի անց է։ Բայց քան տարի անց դեռ նույն մարդիկ, էլի նույն դերասանները, 16 տարի հետո էլի նույն դերակատարությունը, էլի նույն դերակատարները, էլի նույն խոսույթը, ում է սա ոչ մի բան չի ասում։ Ու Փաշինյան Նիկոլը ինքն ասեց, որ այս ընտրությունը լինելու է իր ու Ռոբերտ Քոչարյանի միջև։ Սա է իրան պետք, որ ինքը խոսալու բան ունենա։ Ինքը այլ թեմա չունի խոսալու, քան Ռոբերտ Քոչարյանն է։ Կամ ասենք Ծառուկյան Գագոն, որը նույն բանն է։ Ով է ստեղծել Ծառուկյան Գագոյին, ով է ստեղծել այդ բարգավաճ կուսակցությունը, Հայաստանը։ Ես ուղղակի ուզում հիշեցնեմ, որ ովքեր դեռ բաժանորդագրված չեն, თუ բաժանորդագրվել պատճառով, որովհետև ավելի մանրամասն ես բարբերաբար նյութեր եմ դնում ստեղ եւ բոլոր վիդեոները կարող եք նայել առանց գովազդի եւ այն պահից, որ ես իրանց upload եմ անում։ Եվ սա կլինի ձեր մասնակցությունն եւ օգնությունը ալիքին։ Կարող եք բաժանորդագրվել ցանկացած տարիքներով, ցանկացած ձևեր կա։ Կա նաեւ անվճար։ Հիմա գանք Ծառուկյան Գագոյին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ծառուկյան Գագոյի ցուցակի մեջ ամենաբարձր գտնողներից մեկը լրտես է։ Ոչ թե բարի քաղաքական, այլ բարի բուն իմաստով Փաշինյան Նիկոլն է։ Հիմա ես Փաշինյան Նիկոլին հայտարարում եմ։ Եթե Նիկոլ Փաշինյան կա հայտարարման Հայաստանում մի հատ լրտես, հա, որ դու գիտես դրա մասին, ու նա ձերբակալված չի, ուրեմն դու ես այդ լրտեսի հովանավորը։ Սա այս անասունի հետևորդներին է վերաբերում։ Սա իմ համար չի ասում, մենք բոլորս հասկանում ենք, չէ՞ որ ինքը անասուն է, բայց ինքը վստահ է, որ իր հոտը իրան չի հասկանում։ Այսինքն չի հասկանում իր պատասխանատվությունը սրա մասով։ Ինքը մոռացել է, որ ինքը ընդդիմադիր պատգամավոր չի, որ ինքն է պատասխանատու։ Եթե իր երկրորդ համարը լրտես է, ոչ թե բարի քաղաքական իմաստով, այլ բարի բուն իմաստով։ Այսինքն բարի բուն իմաստով կարաս հայտարարես այն ժամանակ, կամ դու այդ ապացույցները ունես արդեն, հա, կամ միևնույն հիմնարկում եք աշխատում, լրտեսության համաձայնության դիմումը իրար հետ եք գրել։ Հիմա, եթե իրար հետ եք գրել, նշանակում է դու ես լրտես։ Եթե իրար հետ չեք գրել, դու ապացույցներ ունես, որ ինքը լրտես է, ու դա ինքը ազատության մեջ է, ինչպես պնդում էի կաթողիկոսի պարագայում, նշանակում է այդ լրտեսների հովանավորը դու ես։ Հիմա, բայց հասկանում եք, չէ՞ որ սրա հոտը այս հանգամանքները չի հասկանում։
Սրա հոտը ուղեղից եւ բանականությունից զուտ հոտ է, դրա համար եմ ասում։ Սրանց պետք է համարակալելու համար, ճանաչելու համար տակատներին այս բանը կիսալուսինը դաճ է։ Ինքը հայտարարում է պաստոր, որ ինքը գիտի սա լրտես, հա։ Ու չի ձերբակալում։ Կամ ինքը հայտարարում է, որ ինքը ապուշ է։ Ինքը այս կարգի մեղադրանքներ կա շտապարտի օդ։ Ես հույսով եմ Ծառուկյան Գագոն իր կուսակցության երկրորդ համարի համար կեղծ սուսմունքներ զրպարտության հոդվածով դիմում կգրի Փաշինյան Նիկոլի համար։ Փաշինյան Նիկոլը օրական էլ ատելության խոսք, էլ կեղծ զրպարտություն, էլ մարդկանց սպառնալիք, էլ ինչ հոդված ասես վրեկները կա։ Աննան սա դատախազը։ Ես չգիտեմ սատակից ոնց է դուրս գալու։ Աղջի, դու պիտի վաղուց սրա վրա այսպես հատորներով գործեր ունենայի դրած։ Եթե չես դնում, գիտես չէ, քո պաշտոնական դիրքի չարաշահում ասա որակվելու։ Դու չես իրականացել քո լիազորությունները։ Դա կոչվում է պաշտոնական դիրքի չարաշահում։ Չանելն էլ է չարաշահում։ Վստահ եղի։ Բայց ես ուզում եմ ուղիղ ասել։ Հայաստանի հետ մեր հարաբերություններում ոչ մի կտրուկ գործողություն մենք չենք անելու։ Մենք խորացնելու ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ես ունեմ ընկերական հարաբերություն։ Որ ասում եմ լրտես, գիտեք ում երկրի բան անում, օգտին է ինքը նամյոկանում։ Որ, ասեք, Ռուսաստանի լրտեսներն են։ Բայց ինքը պատմում է, որ ինքը ունի շատ ջերմ հարաբերություններ Պուտինի հետ, որ 200 անգամից ավել ինքը մենակ հեռախոսային խոսակցություն ունեցել։ Ինքը երևի իր երեխեքի հետ այդքան չի խոսացել, ինչքան Պուտինի հետ։ Ես չեմ ասում գնալ գալը։ Փասոնիկն ասում է, ինձանից շատ կամ ինձանից ավելի մոտիկ ով եղավ Պուտինի հետ կամ ինձանից բացի։ Ինքը լրտես է։ Ինքը լրտես չի, բայց իրանից բացի ով նայում է Ռուսաստանի կողմ, ինքը լրտես է։ Մսություններ բարես բուն իմաստով։ Ընդհանրապես ես չգիտեմ, ես կասկածում եմ, որ 2018 թվականից մինչև օրս Ռուսաստանի Դաշնության նախագահը ավելի շատ կոնտակտներ որևէ այլ լիդերի հետ ունեցել է։ Այս բան ասում է։ Իհարկե ինքը ոչ մի լիդերի հետ ավելի շատ կոնտակտ չունեցել, քան քո հետ։ Ոչ մի լիդեր այդքան չի զանգել իրան զեկուցել, քան դու։ Ու սա բոլորին մեղադրում է ու Ռուսաստանի լրտեսը լինելու։ Երեկել մեղադրում է, որ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը կամպանիա է սկսել Իրան վարկաբեկելու։ Հիշում եք, չէ՞, երեք այդ բանեցի ցույց տվեց այդ հաղորդումը։ Իբր Իրան վարկաբեկել է պետք եւ ընդ աշխատակազմի ղեկավարը իր դեմ իր Զելենսկու մեկը չգիտես ինչի սանդուին է որոշել կցեն, դե որ յանը մենակ ես չէ, էլի այնտեղ երկու լիդեր կա։ Այս ժանգոտած կոպեկ դու մեզ հետաքրքիր ընդհանրապես քեզ վարկաբեկել պետք չէ, քեզ ասես վերցնում շպրտել ուղղակի տեղից։ Որն էլ անելու են, այսօր հա, չմոռանանք հարցն, ես ինչ հարցն Պուտինին նայեք։ Թող Պուտինը արագին արձագանքի, արդյոք Կալուգայի Սամվելը FSB-ի գործակալը։ Դուք հասկանում եք, որ սա ասում է Հայաստանի վարչապետը։ Թող Պուտինը արագին արձագանքի, արդյոք Կալուգայի Սամվելը։ Պուտինը լեսա պետք է զանգի, վերցնի հեռախոսը զանգի սրան տեր աստվածը։ FSB գործակալ։ Այս տագետի մեկը չկա բացատրի FSB-ի գործակալ ինչա։ Լավ, այսքան անասուն են իր շրջապատում բոլորը, ասենք մեկը կողքը չկա, ասոցիալ այ ապուշ։ FSB-ի գործակալը դա աշխատանք է, ինքը գործի է գնում։ Ինքը շտատ է, ինքը շտատնի աշխատում է։ Քեզ թվում է FSB-ն քեզ աչոտ տա իր մոտով աշխատում, ով չի աշխատում։ Հələ Պուտինն էլ քեզ պիտի զանգի զեկուցի։ Ուղղակի ինքը վստահ է իր հետևորդների կատարյալ իդիոտության վրա։ Ոչ մի ղեկավար ասես բան իրեն թույլ չի կարող տա։ Կմտածի, արա իմ ընտրողներին ոնց ես վիրավորեմ։ Իրանք բա չեն ասի, արա ինչ ես հիմար դուս տալիս։ Ուղղակի ինքը վստահ է, որ իր հոտը չի
իր հոտի մոտ այդ հարցերը չի առաջանա։ Խոտի տեղ ուտելու են, էլի, ինչ ասի, ինչ լսնի դեմն, տենց ուտելու են։ Լսենք։ Ասվում է 3 տարի առաջ երկրի հակառակ կողմում օտարերկրյա հատուկ ծառայությունները կարողացան հավաքագրել մեկին, շակալը այդպիսին էր գործակալի ծածկանունը, ոչ միայն չէր սիրում իր հայրենիքը, այլև չուներ նրա զգացողությունը, չուներ հավատ ու սրբություն, արնախում էր, փողասեր էր ու հիստերիկ, շանտաժի մեծագույն սիրահար էր, մանիպուլյատոր էր եւ անուղելի սուտասան։ Տեքստը շատ հստակ ասոցիացիաներ է տալիս մեզ, թե ում մասին է խոսքը, ճիշտ է գեղարվեստորեն է նկարագրված։ Խնդրում եմ սրա փաստագրական մասը ներկայացրեք։ Ասվում Դա վաղուց հայտնի պատմությունը ինքը Միքայել Համբարձումյանին է հարցնում, Միքայել Համբարձումյանը շատ կարճ շրջան եղավ ԱԱԾ պետի պաշտոնակատար։ Սա բանը նախկին ԱԱԾ սպաների հայտարարությունից է, բացահայտում են, որ շակալ անունով այս կեղտը վաղուց հավաքագրված է եղել։ Այսօր այդ մասին վիդեո տարածվեց նաև ադրբեջանական աղբյուրներից, թուրքեր են ադրբեջաներեն, թարգմանած սուբտիտրներով ռուսերեն։ Թե ով, երբ, ոնց է ասան հավաքագրել, Կառլոս Ղազարյանի ժամանակվանից, հետո դրանից իհարկե փոխարեն Կառլոսը Ռոբերտ Քոչարյանի կադրն էր, էլի։ Հետո իհարկե ժառանգել է Սերժ Սարգսյանը 10 տարի, ծեփել է, պահել, փայփայել է, կուսակցություն է ստեղծել, բերել է խորհրդարան, Իրան են մյուս երկու ագենտների հետ, Էդմոն Մանուկյանի եւ Արամ Սարգսյանի հետ։ Այս ամեն ինչը մենք արդեն գիտենք։ Հիմա էլի թարմացվել այդ խոսակցությունը, ընդ որում այդ խոսակցությունը թարմացնում են թուրքերը հիմա։ Որ բարձ ասում են, էսի մեր կադրն է, մեր շակալն է, մարդ, որ հայրենիքի նկատմամբ զգացողություն բացարձակապես չունի, տեսակով ստոր է, ասկեն իմացեք, ցանկացած հատուկ ծառայությունների համար այս տեսակը գանձ է, գանձ, այսինքն որովհետև ինքը սահմաններ չունի, ինքը սկզբունք չունի, ինքը հավատալմություն չունի։ Սրան եթե դու կարողանում ես սենց վերցնել, ու շատ հեշտ է սենց վերցնելը, փող եւ բռնում ես ինչ-որ մի բանի վրա, Նիկոլին չի վրա չի կարելի բռնել։ Եվ վերջ, մատիդ փաթաթում ես, ինքը դառնում ամբողջ կյանքով քո գերին։ Այն ինչու Փաշինյան Նիկոլի հետ հիմա իրականանում է։ Որտեղ ինքը հակառակվելու ցանկություն չունի, ինքը սկզբունք չունի, ինքը տեղով կենթանի է, որ ոչ կոլբայի մեջ լցնես, ինքը այդ կոլբայի գույնը ստանում է։ Ու ամենակարևորը ամոթի զգացողություն չունի։ Ինքը կարող է այսօր ասի մի բան, վաղանի մի բան, ու սրան կարան հավատան, բացառապես իր նման ամորֆ կենթանիները, որ ձև չունեն, բովանդակություն չունեն, հիշողություն չունեն, սկզբունք չունեն։ Այլ որակի մարդ սրան չի կարող աջակցել։ Եվ ի՞նչ է անում ստեղ մեր Համբարձումյանը, Միքայելը, խորը շունչ է քշում։ Ես այս հաղորդումը իհարկե կգրեմ, կնստեմ, կնայեմ, կգտնեմ։ Ես չեմ ակնկալում, որ ինքը ամեն ինչ վերցնել է ասի, բայց ես խորը շունչ քաշելը ամեն ինչ ասեց։ Գիտեք ինչ ասեց։ Որ մենք գիտեինք այդ մասին։ Հիմա հարց։ Ես միշտ ասել եմ, KGB-ում գաղտնիք չկա։ Չկա։ Որտեղ այնքան արագ փոխվեցին KGB-ի պետերը, բանից հետո Նիկոլից սկսած։ Վանեսյան ու գնաց։ Էլով ասես չի եղել ընդեպետ։ Ունե գաղտնիք չկար։ Վանեսյանն էլ գիտեր ով է ինքը, Միքայել Համբարձումյանն էլ գիտի ով է ինքը։ Բոլորը ասում KGB-ում, մի ընտանիքի նման աշխատում են, էլի։ Ես լավ գիտեմ այդ հիմնարկը։ Մարդիկ իրար նստում ուտում խմում են, քավոսանիկ են, բարեկամ են, բան ընթացքում իր գործեր ազատ մի հասկա։ Գաղտնիք չկա այնտեղ։ Այն էլ սես կարևոր հարցերի վերաբերյալ։ Բա հիմա հարց։ Բայց անասունի ոնց թողեցիք դուք իշխանություն։ Մն Սերժիկ Սարգսյան, դու 10 տարի սրան ոնց պահեցիր, տակուկ են բանը Իսագուլյանը մեռավ գորալով, բայց արդեն իշխանությունը կորցնելուց հետո, որ սրան մեշոկներով փողեր էին բերում։ Սրա Սերժի իշխանության ժամանակ Բաքվից $7 միլիոն մենակ փոխանցում ա եղել հենց բանի համար, Նիկոլի համար։ Ինչ այդ փոխանցումները չգիտեիք դուք։ $7 միլիոն Ասում եք ինչ թիվա։ Դրամ էլ չի, դոլար։ Նեն Սերժիկ։ Այսօր մարաղը մտած կատվի նման հետևում ես ինչա կատարում։ Նայում ես էսի ոնց է ղժում բանի վրա, Քոչարյան Ռոբերտի վրա, որ Քոչարյան Ռոբերտը անինքնասեր,
Եվ ասում ես ոյն եմ, դու ոյն չես է։ Դու ոյն կարողացել ես ձևանաս քեզ հավատացողների համար։ Մեկ անգամ հրացանով նկարվել ես առյուծների ֆոնին, քեզ ասում են ոյն։ Հա ոյնը նախ տղամարդն է։ Իսկ տղամարդը առաջին արժանապատվությունն է։ Մարդը չունի արժանապատվություն, կարան թքեն վրեն, էլի ինչ արժանա, ինչ ոյն։ Մարդ, որ կարող է դառնա գործիք հանցագործություններ կատարելու համար, նստի պարլամենտում, որ իր վրա պերմանենտ թքեն։ Նա ինչ տղամարդ։ Ու վախենա նույնիսկ հրաժարական տալիս, աղբի ջան, չեմ ուզում կլինի, ես պարլամենտում չլինեմ, դուք էլ իմ վրա չթքեք, էլի, բայց չէ, ոնց կլինի։ Ոնց կլինի, բա Lexus-ները ումից է առնելու, բա Toyota-ներին ումից է առնելու, բա այս բիզնեսներս։ Ոչ մեկ Քոչարյան Ռոբերտի բիզնեսներին այդքան տիրություն չի ալի, ինչքան Փաշինյան Նիկոլո։ Ու դրա դիմաց ինքը ինչ ասես իրավունք ունի ասելու։ Դա ասում է, պետք է գաս մասնակցես, ես այս ընտրարշավը քեզ թքել մնելով, քշվելով պետք է անցկացնեմ։ Կզսնելով եւ բնական դրանից բխող բոլոր հետևանքներով։ Հեսա, հենց որ Միքայել Համբարձումն է, մենք գիտենք, որ դու գիտեիր այդ ամեն ինչի մասին եւ ոչ միայն դու, բոլորը ովքեր արածում աշխատում են, այլ բարձր պաշտոնների։ Դու ոչ մեկը ոչ իման չի արել։ Ոչ մեկը։ Այսօր Ռուսաստանի 5-րդ ալիքի արձագանքը Փաշինյան Նիկոլի։ Всю правду о себе в эти дни вынужден выслушивать и премьер-министр Армении Никол Пашинян. Он поехал в свою предвыборную поездку, но чуть ли не каждая встреча с избирателями заканчивается скандалом. Даже несмотря на толпы охранников, которые его окружают и просто выкидывают из толпы всех, кто задает неудобные вопросы. Ես ներողություն եմ ուզում խնդրեմ սփյուռքի մեր ընկերների համար, որ մեկ-մեկ ես ուղղակի սոր չեմ թարգմանում, մտածում եմ, որ կոնտեքստը սենսն է սպարզա։ Ստեղ ասում են դրա մասին, որ Փաշինյան Նիկոլի բոլոր այսօրությունները վերածում են կոնֆլիկտների եւ իրականան կողքի բադիգարդները։ Ստիպված են լինում մարդկանց ուղղակի հեռացնել, որ մարդիկ չխոսեն իրենց խնդիրների մասին։ Դե մնացած կազմերի ինստումա, որ դուք տեսնեք, բաց կլինի, ոչ դեպքերի մասին ախոսել։ Все покажет Алексей Полторанин. Вместо фирменных сердечек теперь крики, истерика и угрозы на каждой предвыборной встрече. Вот премьер Пашинян срывается на карабахского политика, упрекнувшего его в сдаче региона. Что ты пришел сюда продвигать азербайджанские нарративы? Это вы продвигаете азербайджанские нарративы. А на этих кадрах деду погибшего солдата не дают ничего сказать премьеру и выводят под руки. Отпусти руку. Почему вы меня тащите? Зачем закрываете мне рот? Я террорист? Я требую справедливости. Куда вы меня ведете? Перепалку премьера со случайной прохожей в обычном дворе Еревана еще больше обсуждают и осуждают. Ես ինչ եմ ստալի, հարցեն չի Մոսկվան ինչա ցույց տալի, հարցն է, որ այս կազերը նայում են ոչ միայն Ռուսաստանում, այս կազերը նայում են աշխարհում մեկ։ Անես չի որ ասեմ, օ, վերջ, Փաշինյան Նիկոլի դիմակը պատրվեց, հեսա տեսեք ինչ ա լինելու, չէ, բոլորին այդ կարծիքի չեմ, բայց իրանք նայում են, եւ իրանք սպասում են, թե ժողովուրդը սան ինչ ռեակցիա տալու, եւ ժողովուրդը արդյոք այս ամեն ինչը դնելու է նաեւ իրանց դեմ, որ իրանք չկարողանան հաշվի չառնել, որովհետեւ եթե ժողովուրդը բան չարեց, ոչ իվան չպահանջեց, իրանք կարող են հանգիստ, օրինակի համար ցույց տան, օրինակի համար ցույց տան, նայեք, մի քիչ առաջ եմ անգնում, բայց ցույց տան. To start with a very great famine can never be a weapon of war. For the sake of the children, for the sake of humanity, this must stop. Սա Ուրսուլա ֆոն դեր Լայն, Եվրոպայի նախագահ, հա, Եվրոմիության չեկապտավոր ասած։ Ինքը պարզ ասում է, որ սովը բան չի կարող օգտագործվել որպես զենք երբեք, եւ դա պետքա կասեցվի, բայց այդ սովը օգտագործվեց նաեւ Արցախի նկատմամբ։ Այսօր նույն Ուրսուլա ֆոն դեր Լայնը սիրով օգտվում է ադրբեջանական փողերից եւ նավթից։ Ինքը հիմա մեղադրում է Իսրայելին եւ սպառնում է, որ 42 միլիարդ դոլարի առևտուրը կասեցնեն։ Բայց զում հավատակ մի բանի, որ ես հայտարարություններից հետո սովորաբար ոչինչ չի հաջորդում, գիտեք ինչի։ Քիչ է սեղմում, ժողովուրդը քիչ է սեղմում։
Այսինքն մենակ այն հանգամանքը, որ Փաշինյան Նիկոլի կեղտը տենում են Մոսկվայում, տենալու են անշուշտ Եվրոպայում, բան։ Դա ինքնին իրանով ոչ մի բան է, եթե դրա տակը չկա պահանջ կոնկրետ, հա, չկա ձևակերպված կռիվ։ Ոնց ասեմ, ժողովուրդը ինքը չի պարտադրում իր կամքը եւ չի հիշացնում այդ կենտրոններին, որ մենք գիտենք ու դուք պարտավոր եք սան արձագանքել։ Դե եթե չկա, ուրեմն կարող են իրանք արձագանքել լուրջ դեմքով իրենց մտահոգությունը հայտնել ու դրանով ավարտվել։ Դա եմ ասում, ժողովուրդ ջան, ամսի 7-ին այդ հարցերը մենք պետք է լուծենք։ Մենք պետք է նես վճռականությամբ լուծենք, որ սրանց բան չմնա անելու, քան ասել ճիշտ եք ասում, ճիշտ եք անում ու սրան հասնում էր։ Եթե մենք կարողացանք անենք, ուրեմն կարող ենք այս նորմալից ազատվել, եթե չէ, ես ասում մեզ շատ վատ բաներ է սպասում, չափազանց։ Միևնույն ժամանակ սա նեղված է, վախեցած ասում է, ԵԱՏՄ երկրները չեն կարող Հայաստանին դուրս հանել միությունից։ Այսինքն իրանք ոչ թե միայն մտադիր չեն ԵԱՏՄ-ից դուրս գալու, ինքնին սկսում են մեզ չեն կարող հանել։ Չասում են մենք չենք կարող դուրս գալ կամ նպատակ չունեցնում։ Մենք չենք ուզում, իրանք էլ ուզենան մեզ չեն կարող դուրս հանել։ Որովհետև ինձ այսօր մեկն ասաց ախր ժողովուրդը հավատում է, որ Նիկոլը իրանց Եվրոպայա տանում։ Հայկերներ ջան։ Լավ ես չեմ հասկանում, ասեք դուք ձմեռ պապունել եք հավատում։ Հա։ Ձմեռ պապունել եք հավատում, ուրեմն կարող եք հավատալ նաև, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ տալու է Եվրոպա։ Սա նույնիսկ ԵԱՏՄ-ից դուրս չեն ուզում գալ։ Չեն ուզում գալ դուրս հերիք չի, ասում են իրանք էլ չեն կարա մեզի հանեն։ Բոլորն չեն կարող անեն։ Իրանք կարճած են այդ կառույցին, բա ուրիշ ինչ համակարգում կարող էին իրանք այսքան հանցագործություններ անել։ Ես ձեզ վստահեցնում եմ, եվրոպական համակարգում չէին կարող իրանք այս ամեն ինչ անել։ Սա հնարավոր է բացառապես պուտինյան մոդելի կառավարման համակարգում, երբ որ ինքն է որոշում ում դատեն, ում չդատեն։ Մտածում եմ, եթե Պուտինը կարա Ռուսաստանում անի, ես ինչի չեմ կարող անեմ, արա, ես արդեն աստված եմ, 8 տարի անում եմ, ես երկիր եմ քանդել, Ղարաբաղ եմ ծախել, ես ինչա, որ ես չանեմ։ Կարող ենք, գիտեք, օլուխ ենք, որ չկարողանանք անենք, իր բառերն ասա։ Ճանաչում եք այս հրեշին, այս են հրեշն է, որ կողքից պտտվում է, հավատարիմ շան պես։ Սա է պաշտպանը առողջապահության նախարարն է, որը պարտադրել է 22 հիմնարկների, 23 բժշկական կենտրոնների տնօրեններին ընդհանուր առմամբ 5.7 միլիոնի դրամի նվիրատություն կատարել քաղաքացիական պայմանագրերի կուսակցությանը։ Սա կոչվում է ռեկետ։ 23 բժշկական կենտրոնների։ Մարտի 4-ից մինչև 11-ի ընկած ժամանակաշրջանում։ Հենց տենց է։ Հիմա հարց եմ ուզում տալ բժշկական կենտրոններում աշխատողներին։ Դուք չեք հոգնել այս ռեկետներից, չեք հոգնել այս կյանքից, չեք հոգնել այս վտանգներից, այս նվաստացումներից, չեք ուզում փոխեք ինչ ունենա։ Հա։ Հարց էլի ուզում եք փոխեք թե չէ։ Այդ հարցին դուք պատասխանեք, հենց որ որոշեք, այո, ուզում եք փոխել, ինքներդ կորոշեք դա ոնց անեք։ Ձեզ մի բան է պետք։ Չընտրել սրանց, մերժել սրանց ուղղակի։ Սրանց հավատացողներին եմ ասում, ես անասունը հարցում եմ, որ վերջին 7 տարում 2 ատոմակայան են ստեղծել։ Հա, բա 2 ատոմակայան են ստեղծել վերջին 7 տարում։ Ղարաբաղցին էլ բանում է, Ադրբեջան, Արցախում է, իրան ոչ մի վտանգ չի սպառնում։ Հա, չեք հավատում, Նիկոլին հարցրեք։ Այսինքն մարդ, որ Նիկոլին հավատում է, ոչ չկարող ես փաստերին էլ չհավատա։ Դուք կամ պետք է ընտրեք, կամ Նիկոլին եք հավատում, կամ փաստերի։ Եթե դուք փաստերին եք հավատում, ուրեմն Նիկոլը սուտասան է։ Ձեզ խաբում է։ Իսկ եթե փաստերին չեք հավատում եք Նիկոլին, նշանակում է ձեզ բուժում չկա, ձեզ մենակ մի բան է պետք անել, ձեր ճակատին խառնել այդ կիսալուսինը, վերջ։ Արդեն մենք գործ ունենք ոչ թե մարդու հետ, արդեն կենդանու հետ է։ Որ աշկի տեսած չի անում, դա վտանգավոր է հանրության համար։ Լավ է։ Քարտեր։ Այդպես, կարճ։
ասես գնա։ Գնա։ Ախ, ամսի 7-ին սենց ալգովիսան ասեն գնալի։ Մի հատ էս տեսարան եմ ուզում նայեք։ Ճանաչում եք ով է։ Անի մեջ։ Մեկ են բաննա Բաբայանը, չէ, Վահան Բաբայանը։ Ծառուկան Գագոյի բարեկամներից է, կնոջ բարեկամներից։ Տեխնացուя։ Մյուսը են փնթին։ Ռուսական գործակալությունների հետ շատ մեր բանը գործակալների հետ։ Գործակալությունների հետ։ Ինքը միշտ պարտացել է, սա մեղադրանք չի։ Միշտ պարտացել է, դրել է նկարները կան։ Հա։ Որը հիմա Նիկոլի հրամաններով վիդեոներ անում Քոչարյանի մասին։ Աչքեն իրանք ընտրել են վաղուց, որ Թշնամին Քոչարյանն է, սա Քոչարյանի մասին հոլովակներ անում, սա բերել հասցրել են մինչև բան, Նյու Յորք բանես կողմերը։ Մի խոսքով։ Հասկանում եք, այս բոլոր կապերը տանում են նույն տեղը։ Բոլոր կապերը տանում են նույն տեղը։ Պուտինը նստած իր լակոտներին, սրան, Քոչարյան Ռոբերտին, Ծառուկյան Գագոյին, Նիկոլին, այսպես կրվացնում է, սա վերևից նայում է էլի։ Ընդ որում իր համար գիտեք ամենակարևորը որն է, որ Հայաստանում այս 4-ից էլ Սամվել Կարապետյանն ներսը, որ այս 20-ից ով է լինի, իրեն ձեռ է տալի։ Իսկ այս կռվի արդյունքում ով է լինի, ինքը լինելու ամենաթույլը։ Թույլը, ու սա նամետված։ Ու այս բանը, այս հանդիպումները, սնդամենը մի բանն են նկարած։ Ժորժ ջան, հավատացեք, սրանք բոլորը ղեկավարվում են, սնվում են, քվոտաները ստանում են նույն տեղից։ Ու Պուտինի համար մի հատ բան կա կարևոր, որ իր ներկայացուցիչը ընդեղ լինի, կանխատեսելի իր համար, եւ ինչքան հնարավոր է թույլ, որ ոչ մի բանում չկարողանա դիմանալ։ Ոչ մի բանում։ Եվ միշտ հայտարարի ու գլուխը կախի, ասի ես ամենը նվիրվածն եմ Ռուսաստանին եւ ոչ մի նպատակ չունեն, ոչ երաթմից դուրս գալու, ոչ հապկից դուրս գալու եւ ամեն ինչ գալի քեզ զեկուցում եք տոն են գնում արտասան։ Էսը։ Փաշինյան Նիկոլով ուրախացողներին ես լավ բան եմ ուզում ասեմ, որ դուք արդեն քանի տարի է ուտում եք Իրանից փոխված տեխնիկական աղ, որը մահացու վտանգավոր է։ Եվ այդ ձեզ թույնը ծախում է ձեր վրա, ինչպես բոլոր մարդկանց վրա։ Բայց ասենք ձեզ հասնում է այդ էլի։ Այդ թույնը ծախում է ձեր օլիգարխ գրզում։ Դա թույնը։ Տեխնիկական աղ։ Ներն ուծում թույն։ Փաթեթավորում են, վաճառում են երակների աղի փոխարեն։ Նիկոլ ընտրողների համար սա ճիշտ պատիժ է։ Ափսոս որ մնացածն էս թացը չորեդ վառվում գնում։ Սա վաղուսվա պատմություն, ուղղակի ձեզ հիշացնեմ եմ։ Դուք պատկերացեք վաղն ինչա լինելու։ Ես ընդամենը մի քանի բան ասեմ, բացի այդ ճանապարհներից հանձնելը, հեսա գալու ենք հասնենք այդ բանի Տիգրանաշենի, այդ քարտեզների փոփոխմանը։ Բացի դրանից, ամուլսար, մի մոռացեք է, այս սահմանները չի է ամենասարսափելին, սահմանները միշտ հնարավոր է վերականգնել։ Ամուլսար, դա վերջն է, դա տապանակալն է Հայաստանում։ Եվ Ադրբեջանի դիվերսանտներ Հայաստանում։ 100,000-ներով։ Օրինական։ Դուք դառնել եք իրենց, եթե թողեն իհարկե, դուք մնակցնեք։ Մարդիկ, դուք ձեզ տները ծախելու եք գնաք։ Ասում։ Դուք չեք կարող հանգիստ նստել տունը, հանգիստ գնալ աշխատանքի եւ գիտեք ձեր կինն ու երեխան տանն են։ Հանգիստ ձեր երեխան թողեք դրսում։ Ոնց որ հիմա Հայաստան ամենաապահով տեղն է, չէ՞։ Մարդկանց համար գիշեր կլինի, ցերեկ կլինի, երեխա կլինի, մեծ կլինի։ Վերջ մոռացեք դուք։ Մոռացեք, դուք չեք կարող ոչ տանը, ոչ դրսում հանգիստ լինեք։ Որտեղ դուք 300,000 սաֆարով բերելու եք 600,000 դուրս, չգիտեմ, թեկուզ 1000 բերելու եք ձեր մոտ։ Դա Հայաստանի վերջն է։ Հայլատը ասում է ճիշտ է, դուք ինձ, դա մար ասում ճիշտ է, դուք ինձ սպանեցիք, բայց իմ գործը շարունակվում է, չէ՞։ Դա մար Մոնտեմելքոնյան ասում է, կենացած պետք չի որ խմեք, գործը շարունակեք։ Իր ուզածնել դա էր։
Եվրոպական պարլամենտը կոչ անում Թուրքիային, որ դուրս գա Կիպրոսից։ Բայց սա կոչ է։ Այո, կոչ կանեն, վաղը կոչ կանեն նաև դուրս գա Հայաստանից, Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյանը որ եղավ, հանկարծ իրան պարտադրեց, ըլել է պատերազմ։ Թուրքը գալու է հանգիստ, որովհետև կարող է հանկարծ Նիկոլը հասկանա, որ սահուն չի կարա զիջի, զորքը դուրս չի գալի, կամ մարդ կա գյուղից ուզում դատարկի, ասելա կրակի մի քանի հատ բան խփի, մի քանի հատ գյուղ վառի, զորքով արել։ Էլի կոչեր ենք լսելու, կոչեր Եվրոպարլամենտից, բայց ոչ ավել։ Ոչ ավել։ Այ երբ որ ես կոչի հետ դուք նաև կարողանաս դիմադրես երես գլուխը ջարդես, այ այս կոչը այն ժամանակ ունենա քաղաքական նշանակություն։ Բայց կոչը առանց ներքին դիմադրության ոչ մի բան է։ Ոնց որ ասեմ Ուրսուլա ֆոն դեր Լայնի հայտարարությունը, որ չի կարող օգտագործվել, չի կարող օգտագործվել սովը որպես բանը ցեղասպանության գործիք։ Ադրբեջանն օգտագործեց, չէ՞, բայց Ուրսուլա ֆոն դեր Լայն։ Ու դու սիրով շփվում ես Ալիևի հետ։ Միջազգային քրեական դատարանը գործ է հարուցել, կալանավորման որոշումը կայացել։ Գիտեք ում նկատմամբ ֆինանսների նախարարի, Իսրայելի ֆինանսների նախարարի նկատմամբ։ Հիմա կասեք ոնց։ Ուրեմն պաշտպանության նախարարի վրա կար եւ հասկանալի է, որտեղ պաշտպանության նախարարը, ասենք, մարդասպանել են իր հրամանները, բա ֆինանսների նախարարի վրա քրեական գործ, հենց տենց։ Որովհետեւ երբ որ դատում էին Հիտլերը դատեցին նաև իր ֆինանսների նախարարի Նյուրնբերգում, գիտեք ինչի։ Ինքնացած ես մարդ չեմ սպանել, ասես դու մարդ չես սպանել։ Դու աշխատասեր ես եւ հովանավոր ես մի համակարգ, որը սպանում է այդ մարդկանց։ Ու դու քո մոտ օգտագործում ես այդ աշխատաուժը։ Իսկ նույն տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյան եւ Կից Թափոն։ Դուք պետք է հասկանաք մի բան։ Դուք չեք կարող ասել մենք չենք սպանել։ Ասենք Օնիկ Գասպարյանը իհարկե չի կարող ասի, բայց ասենք իր մնացածները, տեղակալ մեղակալները, որ մի քիչ ներված են, իրանք չեն կարող ասել, օ, մենք խաբած չենք սանում։ Այսինքն, այսօրվա իր ֆինանսների նախարարը դատախազը չի կարող ասի, ես այդ կապ չունեմ, չէ։ Բոլորդ կապ ունեք, որովհետև դուք աշխատել եք այս համակարգային սպանդը իրականացնելու համար։ Այս է ձեզ օրինակ։ Դե վերջը լավ է լինելու, գիտեք ինչի համար եմ վստահ։ Ուղղակի չգիտեմ այդ վերջը երբ է լինելու։ Որովհետև ես ոնց նայում աշխարհում ավելի շատ ազնիվ մարդիկ կան, քան Փաշինյան Նիկոլ։ Տեսակը ու իր աջակիցները։ Օրական մի աստղ ներկանում ու հայտարարում է, որ ինքը ոչ մի կապ չի ուզում ունենա, ոչ Իսրայելի հետ, ոչ Իսրայելի կազմակերպած փառատոների հետ։ Ամենամեծ աստղերը բոյկոտում են Իսրայելի ցանկացած շփում ու դատապարտում են ցեղասպանության ծրագիրը, որ իրականացնում է Իսրայելը։ Նույնիսկ կգնեն Հոլիվուդը իրենց ամենամեծ քարոզչական ամբիոններ։ Ոնց որ վաղը պատկերացեք, հա մեկը դատապարտի ասենք Նիկոլին։ Պատկերացնում եք մակարդակ, էլի, ասենք չէ, համատության։ Որ հասկանաք Նիկոլից ինչ կմնա, էլի։ Սես մի հատ ինցիդենտ ա եղել, այսօր, նայեք։ The other day, this lady who's from Turkey saw this flag, which is the old flag of Iran. She thought it was a Kurdish flag, and look at her reaction. I am the Turk! Look at me! I'm the Turk! I'm the Turk! I'm the Turk! Some of these Turks are so racist, but they're so low IQ they don't even know which flag to be racist to. The other day, this lady... Անդեղ Իրանի դրոշնա տեսա, սա Իրան թվացել է, սա քուրդն է, քրդերի դրոշնա, ու դες հարցակվել է անի վրա։ Ու իրան ասում է ես թուրք եմ, թուրք։ Ասում է այնքան ռասիստ են թուրքերը ու տուպոյ, որ նույնիսկ դրոշները չեն կարողանում տարբերել։ Հելմետ նայեք ես, որ ասում է գոռում եմ թուրք։ Lady who's from Turkey saw this flag, which is the old flag of Iran. She thought it was a Kurdish flag, and look at her reaction. I am the Turk! Իր գոռումը հապարտության, որ ինքը թուրք է։ Պատկերացնում եք իր շոկի աստիճան ինչ է լինելու, երբ որ մի օր պարզվի, որ ինքը թուրք չի, ու որ ինքը թուրք չի, դա հաստատ ինքը թուրք չի, էլի։ Ինքը հաստատ թուրք չի։ Սա ընդհանրապես մի հատ պետք է համոզել, տանել, չելենջ անել, տանել ինքն ադալ, գնի բան անի։ Դե ինք անալիզ անի։ Ես
challenge եմ անում, ես կոչ եմ անում հարգելի Սփյուռքում ապրող հարգելի ընկերներ, ինչքան թուրք ծանոթ ունեք, խոսքի մեջ կես կատակորբանոտ իրենց կոչ արեք, թող միան դենք անալիզ անեն։ Մի տարի հետո կտեսնենք, որ փողոցներում sense գոռացող հապարտ որ դոշեցեցի, որ ինքը թուրք է, չի մնալու թուրք։ Ոչ սա թուրք չի։ Բայց հետաքրքիրն է, որ ասում են ռասիստ ու դեբիլ են թուրքերը, որ չեն հասկանում, որ դա քուրդերի չի։ Նույնիսկ եթե քուրդի դրոշ է, ինչ ես խառնվել իրար։ Այ թուրք, այստեղ դու թուրք ես։ Հիմա լսենք դե այս պատմությունը շատ կարևոր է։ Եվ ասում էի սկզբից, ես վերջում եմ ասելու։ Այդ լսենք շատ հետաքրքիր պատմություն ասեմ։ Что стало с людьми, которые расстреляли царскую семью Николая II, с теми, кто вошел в подвал Ипатьевского дома с оружием в руках? Сегодня день рождения святого царя Николая II. Այս պատմությունն է թե Նիկոլայ II-ի ընտանիքի սպանողների ճակատագիրը ոնց դասավորեց։ Այս համար է ասում։ Փաշինյան Նիկոլ ու կից տականքներ։ Լսեք, որ դուք պատկերացնեք ձեր սերգործից հետո ինչը հնարավոր որ ձեր պատահի։ Լսեք։ Говорить будем о палачах и о страшном законе. Нельзя выйти из такого преступления чистым и невредимым. Ասում է հնարավոր չի այս կարգի հանցագործությունների մեջից դուրս գալ մաքուր եւ անվնաս։ Տեսնենք ում հետ ինչ ա եղել։ Ночь 16 на 17 июля 1918 года. 18 թվականին է, 18-19 հունիսի գիշերը, այստեղ Եկատերինբուրգի նկուղում, այս շենքի նկուղում գնդակալել են ամբողջ ընտանիքին։ Екатеринбург. Подвал. Государь держит больного Алексея на руках. Այս տղուն ձեռքերի մեջ ապայ, որտեղ այս տղը չէր կարող կանգնել։ Թույլ է, հիվանդ է։ Мальчик не мог стоять. Юровский зачитывает приговор Николаю II. Царь переспрашивает, что, и поворачивается к сыну. Это последние слова царя. Дальше пошли выстрелы, пули рикошетили от стен, и пошла страшная расправа. Теперь по палачам. Павел Медведев, начальник охраны, арестован белыми, говорил, я не стрелял, ему не поверили. Умер в тюрьме от цепного тифа в 1919, ровно через год после той самой ночи. Яков Юровский читал приговор. Первым выстрелил в государя. После огромная карьера. Ленин назначил его главным чекистом Урала. Գնդակալելուց հետո Լենինը իրան ամենագլխավորն է նշանակում որպես ամենագլխավոր դաժան դահիճ Урали чекист. Жил напротив Кремля, но потом началась язва, рак и мучительная смерть в 1938. Сын отправлен в лагерь. Дочь на 8 лет в лагерь. Внуки гибли один за другим. Հասկեն սա իր անտանիքով երեխեքը թորները բան հերթով Двое упали с крыши, двое сгорели. Ասում է երկուսը տանիքից են ինչ որ միտեղ են երկուսը պատական վառվել են մեկը թունավորվել է Так его прямой рот присек. Իխոսկովս մի ամբողջ ցեղը դες վերանում է Петр Ермаков ездил по стране с лекциями, рассказывал, как убивал царя. В конце рак, нищета и паперть возле церкви. Գնացել պատմել է բոլոր տեղերում որտեղ ոնց է ինչ արել արդյունքում ռակո Կարսկեր ու դե մահկանացություն կնքել է ու սենց բոլորը իմ այս ամբողջը չեմ ուզում ցույց տամ ես ուզում եմ դուք մի բան հասկանաք Նիկոլ Պաշտողներ Նիկոլի աջակիցներ բաներ կա որ Եթե ես պատժեի, կարող դուք ավելի թեթև պրծնեիք։ Դա համար մենք ասում ենք, դուք պետք է երազեք, որ մենք ձեզ հասցնենք դատարան, որ գոնե ասեք դատարանի պատիժը կրեք դուք, էլի։ Հասկանեք։ Դուք ձեր եք բարձրացել ամենավեհ բաների վրա։ Աստծուց սկսած, մինչև Աստծուց ստեղծած մարդը։ When այս ձևերը, որ դուք արդեն լուրջ եք ընդունել, որ դուք Աստված եք, որ դուք կարող եք ճակատագրեր որոշել երկրի վրա։ Ու ինձ պետք է ցույց տաք այն մարդկանց ճակատագրերն ինչով ավարտվել, որոնք որոշել են, որ իրենք կարող են ճակատագրեր որոշել։
այդ մարդկանց ճակատագրերը նայեք էլի ոնց են ավարտվել։ Այն էլ կասկանց ավելի հզոր են եղել, ավելի կարող են եղել, քան ձեր նման ճիճուները ուղղակի։ Դուք փախնելու տեղ չունեք։ Հաղթեք, պարտվացեք, պարտվեք, պարտվացեք։ Ուղղակի ստե մնալու է հարցը, թե ով է ձեր դահիճը լինելու, որտեղ հաղթելու եւ պարտվելու պարագայում դրանք տարբեր են լինելու։ Բայց այն որ դուք արդեն պարտված եք, արդեն ձեր դահիճ ինչ որ միտեղ նստած տարակներն ասելու վստահ եղեք, դա տենց է։ Երեք հայ գիտնական, որ փոխեցին տիեզերագնացության պատմությունը։ Առաջինը Նորայր Սիսակյան, տիեզերական կենսաբանության հիմնադիրը, ով 0-ից ստեղծեց տիեզերագնացների ընտրության ու մարզման համակարգը։ Նա առաջինն էր աշխարհում, ով բացահայտեց, թե ինչպես են տիեզերական ճառագայթումն ու անկշռությունը փոխում մարդու բջիջները, գտնելով կյանքը պաշտպանելու գիտական բանաձևը։ Հենց նա էր ղեկավարում Լայկաշան ու Յուրի Գագարինի թռիչքների բժշկական ծրագրերը, Գագարինին վստահեցնելով. «Ձեր սիրտը կլինի առաջինը, որ կբաբախի տիեզերքում, իսկ մեր գիտությունը կապահովի, որ այն բաբախի անխափան»։ Նա ապացուցեց, որ մարդը կարող է ոչ միայն գոյատևել, այլև աշխատել տիեզերքում, իսկ նրա անունը հավերժ կմնա մեզ հետ՝ Լուսնի Սիսակյան խառնարանի տեսքով։ Հաջորդը Անդրանիկ Յոսիֆյանն է, ում Սերգեյ Կորոլյովը անձամբ անվանել է տիեզերքի գլխավոր էլեկտրիկ։ Նա ստեղծեց տիեզերանավերի էլեկտրական նյարդային համակարգը, որը դիմանում էր տիեզերական ցրտին ու տաքությանը։ Սպուտնիկ 1-ից մինչև առաջին եռանակային արբանյակների հիմքում Յոսիֆյանի ինժեներական հանճարն է, իսկ այս ամենը սեփական մաշկի վրա փորձարկել է առաջին հայազգի տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը։ NASA-ի լեգենդ է, ով 2 անգամ թռել է տիեզերք, որպես ինժեներ եւ բժիշկ։ Բաղյանը մշակել է տիեզերքում սրտխառնոցի բուժման մեթոդ, որը մինչ այսօր կիրառվում է։ Նա նաև մշակել է հերմետիկ սկաֆանդրներ եւ պարաշյուտներ, որոնք վթարային իրավիճակներում տիեզերագնացներին թույլ կտային անվտանգ վերադառնալ երկիր մեծ բարձրությունից։ Այս 3 հայերը օգնել են կառուցել տիեզերք տանող ճանապարհը։ Տարածիր այս վիդեոն, որպեսզի բոլորն իմանան նրանց։ Ուսանած կողքի մենք ունենք Նիկոլ Փաշինյան։ Մերկելն ենք մենք։ Իսկ վերջում ես ուզում եմ սա զույց տամ ձեզ։ Նվիրված երգ։ Ճաշկերույցի ժամանակ Քեմալ Աթաթուրքը առաջարկում է, որ ամեն ազգի ներկայացուցիչ իր լեզվով երգ կատարի։ Գերմանացին, հույնը եւ հրեան հպարտ կատարում են թուրքերեն։ Հետը հասնում է փորձահայ Հակոբ Մարթայանին։ Շատերը կարծում են, թե բազմաթիվ լեզուներ իմացող Հակոբը կերքի թուրքերեն, բայց նա սկսում է երգել հայերեն։ Զորավար Անդրանիկին նվիրված երգը։ Անդրանիկ անունը լսելուն պես սեղանակիցները խառնվում են, ոմանք նույնիսկ փորձում են ոտքի կանգնել, սակայն Աթաթուրքը սաստում է նրանց։ Այս երգի տակ շատերը հանուն իրենց ազգի մահվան են գնացել։ Հարգանքով լսեք այս երգը։ Երգի ավարտից հետո ըստ որոշ աղբյուրների նա ավելացնում է. Անդրանիկը թուրքերի թշնամին էր, նրա սրից հազարավոր թուրքեր ընկան։ Այդպիսի հերոս հայերը անցյալում չեն ունեցել, ներկայումս չկա, ապագայում չի սպասվում։ Դուք հայերը ճիշտ եք վարվում, հիշելով ու պատվելով ձեր հերոսներին։ Իսկ դուք գրեք մեկնաբանություններում, արդյոք ով է Հակոբ Մարթայանը։ Ով է Հակոբը։ Հակոբը լեզվաբան, այն լեզվաբանը, որ ստեղծեց այսօրվա թուրքերի լեզուն, տառել է գրագրությունը, որտեղ միջև ինքը դրանք արաբերեն էին, արաբական տառել էին օգտագործում։ Հակոբ Մարթայանն էր, որ վերցրեց լատինական այբուբենը հարմարեցրեց ժամանակակից թուրքերեն լեզվին, որը ի դեպ օգտագործում են նաև ադրբեջանցիները։ Տեսնես իրենք գիտեն, որ այն տառերը, որ իրանք օգտագործում են, թուրքերեն տառերը, դա իրենց նվիրել հայ Հակոբ Մարթայանը։ Հետաքրքիր է, որ թուրքը հայ հերոսին հարգել գիտի։ Սա գիտեք ինչ են ասում, այև, որ թուրքը նաև դավաճանին պատժել գիտի, իսկ դրա համար եմ ասում Նիկոլ Փաշինյան։ Հայերը թուրքերից դանով են տարբերվում, իսկ թուրքերը հայերից, իրանք պատժում են դավաճաններին։ Իրանք, որ ասենք մի պահ, հերոսի ձեռքներն են ու դավաճանը, վստահ, դավաճանին առաջին են գնդակահարում, որովհետև գիտեն, որ նա արժանիքներ չունի։ Նույնիսկ եթե դա գործողությունների արդյունքում են իրենք հաջողություն ստացել։ Հասկանում ես, քեզ ինչ է սպասում քո ամբողջ թիմի հետ։
Դուք ինչքան ուզում եք ծառայեք իրենց աշխում դուք գյավուր եք, գյավուր։ Ես էլ եմ գյավուր, դուք էլ եք գյավուր, բայց դուք կեղտոտ գյավուր եք, էլի։ Կեղտոտ, որ արժանապատվություն չունեք։ Ձեր ամենակարևոր բանն եք դավաճանել։ Այն ինչի համար ինքը կյանք է տալի, դուք դավաճանել եք փողի դիմաց։ Դուք ոնց կարող է իրենց պետք լինեք։ Դա եմ ասում, Նիկոլ եւ կից տականքներ, ձեր ճակատագիրը սենց տնեց որոշված է։ Հարցը մնում է, ով է լինելու ձեր դահիճը։ Այսօրն է։ Դե, ամսի 7-ին մեզանից հայցնում ասան մերժել, մնացածը մեր մոտ արդեն տեխնիկական հարցեր է։ Մենք կլուծենք այդ հարցերը։ Կպարզենք այդ դահիճի հանգամանք։ Այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։